Նինոց Մինդայի շրջանի Մեծարագյալ գյուղը կրկին լցվեց ուրախությամբ և հպարտությամբ։ Գյուղի երիտասարդները, քիքբոքսի մարզիկները վերադարձան Հռոմից աշխարհի առաջնությունից, որտեղ կրկին հաղթանակ տարան։ Նրանց հաջողությունը ոչ միայն մարզական, այլև ազգային հպարտության խորհրդանիշ դարձավ։ Որոնց տեղի ունեցավ աշխարհի առաջնություն Ռիմ, Իտալիան մայրաքաղաքում մասնակցեին Օբշիսաղ Վրաստանում 45 հոգի սպորտսմեններ և 5 հոգի տրեներներ կային, այնտեղ ֆեդերացիայի պրեզիդենտն էր ու եւ գնա նույնպես 5 տրեներ, այդ 5 տրեներն մեկը մենք էինք վերնոր ներկայացնենք Խելքելակի Մեմա Բոգդանովկան։ Այնտեղ մասնակցեին յունիշները կմասնակցեին, որոնց փոքրերը մեր 3 հոգի չեմպիոնները Օբշի մասնակցելով Խելքելակու դաղակը ունեմա Նինոց Մինդայի մեր դաղակը 8 հոգի էին մասնակցողները, Օբշի ունեցանք ռեզուլտատները 6-ատ առաջի տեղ, մեր երկրորդ տեղը ունեցանք, մեր հոգին պարդվավ, չկարծավ ռեզուլտատ ունենալ։ Մարզիկները երկար ու քրտնաջան պատրաստվել էին այս առաջնությանը, օրեր շարունակ տքնաջան մարզումներն ու կամքի ուժը դարձան նրանց հաղթական ճանապարհի հիմնական գաղտնիքը։ Յուրաքանչյուր մրցամարտում նրանք ներկայացրին ոչ միայն իրենց ուժն ու հմտությունը, այլև Նինոց Մինդայի մարզական ոգին։ Ես Նարեկ Սրանյանն եմ, 16 տարեկան։ Ես մասնակցեցի Իտալիա Հռոմ աշխարհի առաջնությանը, ամսու 2-ին մենամարտեցի 2 բոյ, 3 ռաունդ 2 րոպեով։ Առաջի մարզի հակառակորդս եղել է իսպանիացի, իսկ երկրորդ հակառակորդս վրացի։ Ես հաղթեցի 2 բոյն էլ, ես շատ շնորհակալ եմ իմ մարզիչին, որ մեզ օգնեց հասնենք այս ամեն ինչին։ Ես շնորհակալ եմ Մասիս Թորոսյանին մեզ հովանավորելու համար, որ մենք կարողացանք մասնակցել Իտալիա աշխարհի առաջնությանը եւ Լովա Դալբացյանին այս ամեն ինչը կազմակերպելու համար։ Հռոմի մարզադահլիճում հնչեց Հայաստանի և Վրաստանի անունը մեծարագյալի տղաների շնորհիվ։ Մրցաշարի հանդիսատեսը ոգևորությամբ ընդունեց նրանց կատարումը, իսկ մրցավարները բարձր գնահատեցին տեխնիկական և վճռականությունը։ Դա միայն պահ էր, երբ հպարտությունից դողում էր յուրաքանչյուր հայրենակցի սիրտ։ Քաչավան Զարուհյանն եմ, 12 տարեկան եմ, մասնակցել եմ Իտալիա աշխարհի առաջնության Հռոմ։ Գնացինք 30-ին, եկանք նոյեմբերի 4-ին։ 2 բոյ հաղթել եմ, կապել եմ Մոլդովացու հետ։ Շնորհակալ եմ Սերգեյ Տոնականյանին, Լովա Դալբացյանին, Մեմա Մասիս Թորոսյանին։ Վերադառնալով հայրենիք, մարզիկներն իրենց շնորհակալությունը հայտնեցին մարզիչին։ Տարիների աշխատանքն ու հավատը իրենց հանդեպ, կազմակերպիչների մասնակցության հնարավորության համար, ինչպես նաև գյուղի բարերարներին ու շրջանի կառավարությանը մշտական աջակցություն ցուցաբերելու և երիտասարդությունը խրախուսելու համար։ Ես Այսիշ Եզեկյանն եմ, ես 12 տարեկան եմ։ Մենք մասնակցեցինք Եվրոպա աշխարհի չեմպիոնատ, Իտալիա, Հռոմ։ Ես կպա 2 մարզիկի հետ, որտեղ կրեցի առաջին տեղը։ 2 հակառակորդս եղել էին մոլդովացին։ Ես շնորհակալություն եմ ուզում հայտնել Սերժիկ Տոնականյանին, որ օգնեց մեզ հասնենք այս աստիճան։ Մեծ Արագյալի բնակիչները ջերմությամբ դիմավորեցին իրենց հերոսներին։ Գյուղի դպրոցականները ողջունեցին հաղթողներին, իսկ մեծահասակները հպարտությամբ նշում էին, որ այս երիտասարդները իրենց օրինակով ոգեշնչում են նոր սերնդին, ապացուցելով, որ նույնիսկ փոքր գյուղից կարելի է հասնել մեծ բարձունքների։ Այսօր իմ հպարտությանս չափ չկա, որտեղ մեր փոքր ճավախ աշխարհից 3 հատ չեմպիոն ունենք, աշխարհի առաջնության մասնագետ։ Իրենք դաստիարակվել են մեր Մեծ Արագյալի հանրային դպրոցում, մեր տնօրենի շնորհիվ դաստիարակությամբ դպրոցի, որ դաստիարակել այսպիսի տղաներ հասել են աշխարհի առաջնության եւ մասնակցել Իտալիայում Հռոմ քաղաքի չեմպիոնատին։ Իհարկե այդ ամենին հասել են Սերժ Տոնականյանի շնորհիվ։ Շնորհակալություն Սերժ Տոնականյանին, որ 4 տարվա չարչարանքի արդյունքը վերջը տվեց իր արդյունքը վերադարձան մեդալներով եւ կոդիներով։ Առանձնակի շնորհակալություն կուզեի հանել շրջանի մունիցիպալիտետին, մեր Մասիս Թորոսյանին, որ աջակցեց ծնողներին երեխաներուն Իտալիա ճանապարհելու համար եւ աջակցելու։ Շնորհակալություն բոլորին, ովքեր մասնակցել են այս ամենին եւ իրենց լուման են ներդրել տեղոցը հասնելու մեծ նպատակների։ Ցանկություն է տեղակես հասնին ավելի մեծ նպատակների եւ ուրախանանք իրենց հաջողություններով։
Այս հաղթանակը հերթական վկայությունն է, որ համառությամբ, նվիրումով եւ հայրենիքի հանդեպ սիրով հնարավոր է նվաճել ամենաբարձր գագաթները։ Մեծարագյալի քիքբոքսինգները խոստացան շարունակել իրենց հաղթական ուղին, նոր հաջողություններով հպարտեցնելու թե իրենց գյուղը, թե ողջ Նինոցմինդայի շրջանը։